ամենակննարկվող օրինակ փոփոխությունը գնահատման համակարգի փոփոխությունը։ Հիմա անկեղծ լինենք, գնահատման համակարգը դարձել էր կեղծիքի մի մեծ առարկա մեր դպրոցների համար, եւ այստեղ մի քանի անգամ ծնողներին հիշատակեցինք, նաեւ ոչ նրանց վերջին դերով։ Եվ շատ հաճախ ծնողը ուղղակի իր երեխայի մասին մտածում է թվերով։ Ինչ ստացավ, ոչ թե ինչու ստացավ, այլ ինչ ստացավ։ Եվ իրականում կարծում եմ, որ գնահատման համակարգը այնքան խիստ խեղել էր մեր ամբողջ կրթական process-ը, որ իրականում այդտեղ արմատական փոփոխությունների կարիքը կա, որպեսզի մենք վերհիշենք ինչու ենք սովորում։ Այո։ Եվ այստեղ իհարկե դա պիտի ցավոտ լինի։ Իրականում եթե փոփոխությունը բովանդակային ու իրական փոփոխություն է, չեմ պատկերացնում, որ դա աննկատ անցնի։ Բայց ինձ շատ կարևոր է թվում, որ ամբողջ ընթացքում մենք շատ ակտիվ երկխոսության մեջ լինենք եւ նաեւ ուսուցիչներից անընդհատ կարծիք լսենք, որպեսզի դուք որպես կիրառող մարդիկ ցույց տաք ինչն է աշխատում, իսկ ինչը ոչ, որտեղ այդ փոփոխությունները այնպես չի, որ գրված են քարին, այդտեղ կարող են դրանք ընթացքում լավարկվել, դառնալ ավելի արդյունավետ եւ իսկապես շատ կարեւորում եմ, որ դուք դրա ակտիվ մասնակիցը լինեք հենց ձեր հետադարձ կապը փոխանցելու եւ ճիշտ ուղղորդելու նաեւ։